Ինչքան Հայաստանում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների օրը մոտենում է, այնքան երկրում քաղաքական լարվածությունը սրվում է, իսկ քաղաքական ուժերի ակտիվությունը աճում։ Այս ֆոնին վարչապետ Նիկոլ Փաշինյանը ավտոերթով մեկնել է Գյումրի, որտեղ հանդիպել է տեղի բնակիչների հետ և Վարդանանց հրապարակում կազմակերպել համերգ։ Հատկանշական է, որ վարչապետին ուղեկցել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։ Ազատություն ռադիոկայանի լրագրողը զրուցել է երթի մասնակիցների հետ, հետաքրքրվելով նրանց կարծիքներով և պարզելու նրանց իրական վերաբերմունքը տեղի ունեցող գործընթացներին։ Անձամբ եկել եմ վարչապետին։ Համերգը բնական է, միգուցե մասնակցեմ, բայց չեմ կարող ասել։ Մենք եկել ենք վարչապետին աջակցելու համար։ Աջակցելու ենք եկել։ Մենք հեղափոխությունից վարչապետին աջակցել ենք, առ այսօր աջակցում ենք, պատրաստ ենք մեր երկրի զարգանալու, զարգացնելու համար աջակցել։ Իմ վարչապետի հետ եկել, մասնակցում ենք ավտոերթին, հիմա էլ ուրախանանք մեր վարչապետին։ Կգնանք Քյավեր։ Ինչի վրա եք ուրախանում, երկիրն այսքան խնդիր ունի։ Բայց անընդհատ սքանք, հա, կարելի է դեց։ Մինչ վարչապետը շարունակում է իր ակտիվ քարոզարշավը մարզերում առաջ տանելով խաղաղության օրակարգը, ընդդիմադիր դաշտում սրվում է պայքարը։ Նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը և Ռուսաստանի քաղաքացի գործարար Սամվել Կարապետյանի գլխավորած Ուժեղ Հայաստան կուսակցությունը ակտիվորեն դուրս են գալիս փողոց, կազմակերպելով բողոքի ակցիաներ ընդդեմ Նիկոլ Փաշինյանի իշխանության։ Նրանց հռետորաբանությունը գնալով կոշտանում է, վերածվելով ռևանշիստական և բացահայտ թշնամական հայտարարությունների։ Ում են ընտրելու քաղաքացիները գալիք ընտրություններին, հարցի պատասխանը փորձել են պարզել հայ լրագրողները։ Լավ, որը դասում էր թարգտի Սամվել Կարապետյանը, լավ, չամը տանի մտած թարգտում եք ախորպես, մեկ կդիկ, մեկ Քոչարյանը, մեկ ես չեշնում։ Դրա անունը մի տուր, հա։ Իսկ որ տեսնում եք իրան Ռուսաստանից էլ է եկել, այդ որտե էր մինչև հիմա։ Ուր էր ինքը։ Մի հատ իրան հարց տվեք։ Ինչի իրան հարց չեք տալի։ Ասում են արհեստական բանականություն է, ինքը չի խոսում ընդհանրապես։ Իհը, ինչի լալա։ Թե չի խոսում։ Ինքը Քոչարյանը ով են դրանք բաբսը։ Քոչարյանը թե դա Ղարաբաղ, ռիսկ ունի դա Ղարաբաղ։ Ոտերը կջարդեն։ Նիկոլ Փաշինյանը թող ինքը իր գործով զբաղվի։ Ամեն մեյմունությունը արեց, բրձավ անցել է մի պիտ դաբուլ խփե, թե ինչ պիտի թեմբուկ խփե, չգիտեմ, աղջիկան։ Ինչքանով է նորմալ։ Պետության ղեկավար պետական գործերով էս խառը վիճակին զբաղվելու տեղը ընկած է բանականների հետևից։ Ինչ կինի։ Որոշել եմ Նիկոլ Փաշինյանին եմ տալու ամեն ինչ սպանություններ, մարտի 1, ամեն ինչ Սերժի իհարկե ժամանակ էր եղել մարտի 1-ը, բայց ամեն ինչ հիշվում եմ։ Զուգահեռ սպանություններ եւ նվաստացուցիչ պայմաններ։ Ես դպրոցում եմ աշխատել, դպրոցը փոքր դարել էր Ռոբերտ Քոչարյանի հանրապետության ոնց որ ձևը լինի։ Ու իրա Սերժ Սարգսյանին կուրսեցին էր մեր տնօրենը, խայտարակություն էր կատարում, հիմա փախած է Ամերիկայում է գտնվում։ Սամվել Կարապետյանը նույն Ռոբերտ Քոչարյանն է, պլյուս Պուտին։ Վստահ եմ ես, բայց մի հատ փոքրիկ լրացում, անթերի ոչ ոք չկա։ Ունի եւ թերություններ, ենթադրենք Նիկոլ Փաշինյանը, բայց միակ վստահելին ժողովրդի կողմից ընտրվածը ինքն է։ Արդեն խաղաղությունը բերել են, Սամվել Կարապետյանը չի կարող խաղաղություն բերի, սիրելիս, արդեն խաղաղությունը հասած է Հայաստան։ Ես Նիկոլ Փաշինյանին եմ ընտրելու, ճիշտ ասած չի ուզում ասել, բայց քանի որ խաղաղությունը մեջ բերեցի, Նիկոլ Փաշինյանն եմ ընտրելու։ Հարցումները ցույց են տալիս, որ երկրի քաղաքացիների զգալի մասը դեմ է Ռոբերտ Քոչարյանի և Սամվել Կարապետյանի իշխանության գալուն։ Նրանք պատրաստվում են իրենց ձայնը տալ խաղաղության կողմնակից ուժին, համոզված լինելով, որ հենց քաղաքական ուղին կարող է նպաստել հարաբերությունների կարգավորմանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ, երաշխավորել երկրի կայունությունը և զարգացման հնարավորությունը, բացառելով նոր լարվածություններն ու հակամարտությունները։